Իհարկե Աստծո խոսքից սնվելով, Աստծո խոսքով կրթվելով, ես վաղուց թոթափել եմ այն ամենը, ինչը որ կարող էր կուռք հանդիսանալ։ Փառք Տիրոջը, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ Աստված հավատարիմ է եւ Տերը ասում է. Ինձ մոտ եկեք հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես կթոթափեմ, այսինքն ձեր վրայից կվերցնեմ ձեր բեռները։ Սա իմ սիրած համարներից մեկն է, որը որ իմ սրտում գրված է, եւ երբ որ ես նեղության մեջ եմ լինում, Աստծուն եմ գնում, քան թե մարդկանց։ Դե իհարկե պահեր կան, երբ որ ինչ-ինչ պատճառներով, գուցե մի քիչ աղոթքների մեջ թերանալուց է դա լինում, կամ ուղղակի հավատքի մեջ եմ թուլացած լինում են կարճատև պահեր, երբ որ մարդկանց էլ եմ հայտնում իմ նեղությունների մասին, գուցե եւ ինչ-որ օգնություն ակնկալելով, բայց իրականում ճիշտը նա է, որ մարդը 100%-ով վստահի, Աստծո ստեղծած մարդը 100%-ով վստահի իր արարչին, իր ստեղծողին եւ ամեն հարցում իր օգնությունը սպասի Աստծուց եւ ոչ թե մարդկանցից։ Եղեք օրհնված, շարունակաբար ձեր համար կընթերցեմ Աստվածաշնչից, հույս ունենալով, որ շատերիդ սա օգնություն կլինի, իմ կյանքը թող լինի վկայություն։ Ես մի սովորական մարդ եմ, ով անցել է ճանապարհ Աստծո հետ, Աստծո խոսքով կրթվել, Աստծո խոսքից սնվել եւ կյանքիս մեջ մեծ փոփոխություններ եմ ձեռք բերել, եւ փափագս այն է, որ շատերը իմանան ու սկսեն փոխվել, այսինքն կորուստ գնացող ճանապարհից դարձի գան, ընդունեն մեր Տեր Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ, ու ստանան հավիտենական երջանկությունը, հավիտենական կյանքը նրանով։ Այսքանը այս ժամի համար։ Եղեք օրհնված։ Կհանդիպենք։